Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցը այս ոլորտի ամենահեղինակավոր եւ ընդգրկուն հետազոտական հարթակներից է, որը աշխարհում հավաքագրում եւ ներկայացնում են արդեն մոտ 27 տարի։ Դրան մասնակցում է 100-ից ավելի երկիր։ Հայաստանը երկրորդ անգամ է միանում նախաձեռնությանը։ Առաջին մասնակցությունը 2019-ին էր։ Այս տարի եւս զեկույցի հրապարակումը պատրաստել է Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկերն է։ Համաշխարհային զեկույցին Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ ինչպես Հայաստանի ազգային զեկույցի նախորդ արդյունքի, այնպես էլ տարբեր երկրների միջև։ Աշխարհի համեմատությունը շատ հետաքրքիր է կազմակերպված, որտեղ այդ հարցումը իրականացվում է նույն պահին ամբողջ աշխարհում, նույն մեթոդաբանությամբ, որը մեզ համար շատ կարևոր է, որտեղ դու ունես լրիվ համեմատելի տվյալներ։ Ինչ է ցույց տալի հարցումը։ Ասեմ, որ մենք ունենք բավական բարձր ձեռներեցության միտվածություն մեր հասարակության մեջ, համեմատած ամբողջ աշխարհին։ Այս հետազոտությունը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը, տեղական եւ գլոբալ մակարդակներում։ Դժվար է առհասարակ թերագնահատել զեկույցի կարևորությունը Հայաստանում, հաշվի առնելով, որ դա թույլ է տալի քաղաքականություն մշակող մարմին եւ նաև գիտական, ակադեմիական շրջանակներին հստակ հասկանալ ձեռնարկատիրության միտումները եւ նաև մոտիվացիան Հայաստանում, որը թույլ կտա ավելի լիարժեք եւ համապարփակ քաղաքականություն մշակել, առկա բացերը լրացնելու եւ ավելի արդյունավետ գործիքակազմ կիրառելու համար։ Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայության գլխավոր հետազոտող Արտաշես Շաբոյանը հետազոտական աշխատանքների երկարատև փորձ ունի, այդ թվում արտերկրում։ Նշում է, տվյալների հավաստիության եւ բազմաթիվ այլ տեսանկյուններից աշխարհում սա ամենահեղինակավոր հետազոտությունն է։ Մեթոդաբանության վրա աշխատել են միջազգային հայտնի համալսարանների դասախոսներ, պրոֆեսորներ, մասնավորապես Նյու Յորքի եւ Լոնդոնի համալսարանի պրոֆեսորներն են հիմնել այս աշխատանքը եւ 20 տարի այս աշխատանքը մեթոդաբանությունը հղկվել է։ Հենց այս մեթոդաբանության ուժգնությունն է, որ այս աշխատանքը տարի ավելի պոպուլյար է դառնում նաեւ միջազգային հանրությունում։ Վերջին տարիներին նույնիսկ տարբեր միջազգային ռեյտինգներում, մասնավորապես ինովացիոն ռեյտինգները երկրների, ներառում է նաև ջեմից ցուցանիշներ, ինչը եւս մի անգամ թույլ է տալի հասկանալ լրջությունը այս աշխատանքի։ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 2024-25 հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161,000 չափահաս ռեսպոնդենտ 51 երկրից եւ ավելի քան 2400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։ Հայաստանում հետազոտությունն իրականացվել է 2024-ի ապրիլից հունիս։ Տվյալների հավաքագրումը ներառել է անհատական հարցազրույցներ 18-ից 64 տարեկան 2000 բնակչի շրջանում եւ 37 ոլորտային փորձագետի հետ։ Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից, որոնք ներկայացնում են մեր երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունը ըստ բնակչության տարբեր խմբերի եւ տնտեսության ոլորտների։ 2024 թվականին Հայաստանը շարունակում է ցուցաբերել ձեռնարկատիրության բարձր աստիճան։ 19-ի համեմատ որոշակի հետընթաց կա, սակայն Արևելյան Եվրոպա պլյուս խմբում, որում ընդգրկված է մեր երկիրը, Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը, իսկ ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 51 երկրների շրջանում 5-րդը։ 19 թվականի նկատմամբ ակնհայտ մենք տեսել ենք մի հատ հետաքրքիր զարգացում։ Ձեռներեցությունը շարժվում է Երևանից եւ գյուղերից, տեղափոխվում է ռեգիոնալ քաղաքներ։ Սա շատ ողջունելի միտում է, սակայն այս միտումը դեռ արտահայտումը իր չի ստացել, դեռ մեր հիմնական ձեռներեցությունը Երևան քաղաքում է։ Սա նաև ապացուցում է մեր այլ հետազոտության արդյունքները, որ գյուղատնտեսությունը դառնում է քիչ հրապուրիչ։ Մեր երկրում ձեռնարկատիրության հիմնական շարժառիթը շարունակում է մնալ կարիքը, սակայն հարստություն կուտակելու ձգտումը որպես ձեռնարկատիրության հիմնական շարժառիթ էապես աճել է երիտասարդների եւ քաղաքաբնակների շրջանում։ Հայաստանում ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրությունների 44%-ը եւ կայացած բիզնեսների 53%-ը միանձնյա են։ Բիզնեսում կանանց ներգրավվածությունը բավական ցածր է։ Ցուցանիշով բավական ցածր տեղեր են գրավում անգամ այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին են իսլամական հավատանքին հետևող երկրները, որոնք որպես կանոն ավելի քիչ են կանանց դերը տեսնում ձեռներեցության մեջ։ Մենք այստեղ բավական խնդիրներ ունենք։ Ըստ հետազոտության Հայաստանում ձեռներեցները շատ հաճախ չունեն բավարար կրթական մակարդակ ու անհրաժեշտ հմտություններ։ Ցածր մակարդակի է նաև թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառումը։ Շատ կարևոր եմ համարում, որ մեր ձեռներեցության մեջ աճել է միջազգայնացման
միտումը։ Զեկույցի ներկայացումից հետո ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում, որի շրջանակում անդրադարձան զեկույցի բացահայտած կարևոր խնդիրներին։